հայկական գորգերին կարմիր գույնից բացի, ես մյուս գույներին չեմ անդրադառնա, չափազանց բնորոշ է գեղազարդման համակարգի ոճավորվածությունը։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ հայկական գորգի գեղազարդման ողջ համակարգը ուներ որոշակի իմաստ, որոշակի բովանդակություն, գաղափար կար դրա մեջ։ Ասենք, եթե մենք նայում ենք բացկական գորգերին, կարող եք մենք հիանանք նրա մանրանկարչությամբ, նրա գույներով, կատարման նրբությամբ, բայց ամենայն դեպս որևէ մի իմաստ, խոր իմաստի նկատի ունեմ, այնտեղ չկա, նա ուղղակի գեղեցիկ է, այսքան բան։ Բայց եթե մենք նայում ենք մեր գորգերին, մենք տեսնում ենք, որ գեղեցկությամբ հանդերձ, կատարելիությամբ հանդերձ, նա ուրեմն դրդում է մարդուն մտածել, խորհել, մտորումների մեջ ընկնել, որովհետև նա պարունակում է իր մեջ որոշակի իմաստ, անբացատրելի առաջին հայացքից, բայց բացատրելի, եթե ավելի խորը ուրեմն մտնենք այդ ներքնաշխարհը, կարողանանք մեկնաբանել այն խորհրդանշանները, որոնք երբևիցե հազարամյակներ առաջ ներկայացնում են որոշակի պատկերացումներ, որոշակի հավատալիքներ։ Այդ առումով հայկական գորգերը առանձնանում են ամենայն դեպս առաջավոր ասիական կամ արևելյան գորգերից որպես բովանդակություն ունեցող, որպես որոշակի իմաստ ունեցող պատմամշակութային առարկաներ։ Եվ գուցե հենց դա է հայկական գորգերը ճանաչելու, հայկական գորգերը, ասենք, հարյուրավոր գորգերի մեջ առանձնացնելու, միանգամից հասկանալու, միանգամից տեսնելու պատճառը։ Այս առիթով շատ հետաքրքիր մի վկայություն կարող ենք ասել, եւ այդ վկայությունը արաբ մի ճանապարհորդ է մեզ ասում, Իբն Ֆաթլանը, ուրեմն այս ճանապարհորդը բուլղարների, Վոլգյան բուլղարների մայրաքաղաքում Կազանի խանի վրանը մտնելով, այդտեղ Դամյեսկայական վրանը իր պատմելով, նա ասում է, որ վրանի հատակը ծածկված էր հարյուրավոր գորգերով, եւ նրանցում ասում է, կային հայկական գորգեր։ Ես համոզված եմ, որ արաբ այդ ճանապարհորդը հայկական գորգերը ճանաչել է հենց այդ եւ իր գույնով եւ մեր ասած այդ առանձնահատկության շնորհիվ։ Խոսելով ուրեմն գորգի ծիսապաշտամունքային հատկանիշների մասին, մանավանդ գորգագործության ընթացքում կատարվող ծեսերին, հարկ է հիշատակել, որ հարկ է նշել, որ ասել, որ դրանք եզակի երևույթներ չեն, չէ՞ որ բոլորիս հայտնի է, որ հարսանյաց ծեսերում նորապսակների թիկունքին, ասենք, գորգ է կպցվում։ Նույնիսկ ասենք Գողթան գավառում 19-րդ դարի վերջի տվյալների մասին ենք խոսում, տուն մտնելուց առաջ, բնակարան մտնելուց առաջ գորգ էր փռվում նորահարսի ոտների տակ։ Մինչ այլոց հիշենք, որ կարմիր դաշտով գորգ էր լինում դա անպայման։ Հավատալիքների համաձայն մարդը մահանալուց հետո շարունակում էր իր ուրեմն կյանքի, իր գոյությունը, բայց այստեղ կար նաև մեկ այլ պարագա։ Նաև հավատում էին, որ գորգը ինքը կենդանություն պետք է պարգևեր հանգուցյալին։ Այս տեսակետից մենք ունենք երկու կարևոր ուրեմն աղբյուր, վկայություն։ Առաջինը թեկուզ է հենց նա, որ մանրանկարներից մեկում 1497 թվականին արված, եթե հիշողությունս չդավաճանում, Վասպուրականի մանրանկարչության դպրոցներից մեկում Խիզանում Ռստատես մանրանկարիչի հեղինակությամբ պատկերը մանրանկարը ուրեմն վերաբերում էր Աղքատ Ղազարոսի հարության տեսարանին, բայց Աղքատ Ղազարոսը հարություն առած նստած էր գորգի վրա, ճեր խաչով եղազարդված, սա փաստորեն վիշապա գորգերին առնչվող զրույց է միջիցը։ Այսինքն այստեղ արտահայտված, արտացոլված էր հենց այդ երևույթը, այն երևույթը, որ գորգը ուներ
մեր հնագույն պատկերացումներում ուներ հանգուցյալին կենդանություն տալու շնորհք, կարողություն։ Սա մեկ եւ երկրորդը 17-րդ դարի սկզբներին թուրք ճանապարհորդ Էվլիա Չելեբին անցնելով Վաղարշապատով Էջմիածնում ականատես է եղել Մերոնեփի ծեսին։ Ընդ որում ուղեգիրը պատմում է, որ Մերոնի կաթսան դրված էր ուրեմն այդ կրակը մի խոսքով վառվում էր գորգի վրա, դրա վրա դրված էր կաթսան, բայց զարմանալիորեն գորգը չէր վառվում։ Ճանապարհորդը հետաքրքրվել հարցրել էր բանականներին եւ նրանք պատասխանել են, որ այդ գորգը ինչի պիտի վառվի, դա սրբազան գորգ է, դա մեր ուրեմն վանքի սրբություններից մեկն է եւ այդ գորգի վրա ծնվել է Հիսուս Քրիստոսը։ Ավելին մարդիկ ավելացրել են, պատմել են նրան, որ այդ գորգի վրա հնում վերակենդանացրել են հանգուցյալներին։ Այդ ինչքան որ պատմեցին, երևի ոչ մի բանի մասին այդքան չպատմվի։ Այդ տուն ջին է։ Ոչ մի, ասենք, բան, ոչ մի մշակութային արժեք, ոչ մի երևույթ, այնքան չի խճճված հայոց մեջ, մեր կենցաղում, ամենատարբեր ոլորտներում, ինչքան որ գորգն է։ Տեսեք, եւ ուրեմն վերնախավային երևույթ, եւ ծիսական երևույթ, եւ ասենք, մանավանդ մեր ժամանակներում ամենօրյա օգտագործման երևույթ, օժիտի, իվեր հազարը մի բան է։ Ես դեռ չասեցի, թե գորգի հետ կապված ինչքան ասենք հանելուկներ, երգեր, ասացվածքներ, մի խոսքով դա կապված է մեր ամբողջ օրգանիզմի հետ, այսպես ասենք։ Եվ ասել դրանից հետո, որ դա խորհրդանիշ չի, գուցե տեղին չլինի։ Մենք պետք է համարենք, որ գորգը մեր համար խորհրդանշական է։ Գորգի ինքը առհասարակ հեղինակություն է մշակույթի աշխարհում։ Եվ մենք պետք է մեծապես կարևորենք հենց այն հանգամանքը, որ այդպիսի մի հեղինակության տեր մենք ենք կանգնազրացակման ակունքներում։ Այս ասածս, այս ուրեմն գաղափարը ժամանակին շատ լավ հասկացել են թուրքերը։ Չափազանց լավ հասկացել են թուրքերը 19-րդ դարի վերջից սկսվել է այդ գործընթացը, չէ՞ որ աշխարհում հայկական գորգ իմիջիայլոց ոչ մեկը չի ընդունում, այսպես մենք ճոռո մեծ խոսում ենք, բայց շատ-շատերը չեն ընդունում, շատ քչեր են ընդունում։ Եվ այդ քչերի ասածը ինչի՞ չի, ասենք, տեղ հասնում, լայնածավալ բնույթ ստանում, որովհետև աշխարհը գիտի, որ գորգը թուրքական երևույթ է, որովհետև աշխատել են ժամանակին տասնյակ գիտնականներ, տասնյակ հաստատություններ, ընդ որում աշխատել են ոչ թե քորեքոր, այլ պետական հովանու ներքո, պետական քաղաքականության ոլորտում 1920-ական թվականներին հատկապես, երբ որ Թուրքիան արդեն ինչ-որ չափով մարդ չի հասկանում, ասի քաղաքակրթվեց թե ոնց, վերջը որ այնտեղ արդեն մի քիչ, ասենք, մի քիչ կարգավորվեց։ Այնտեղ արդեն նաև սկսեցին մտածել, ոնց անենք, ինչ ճանապարհով է հնարավոր, որ ասենք Եվրոպայում եւ առհասարակ աշխարհում վերանա Թուրքի այն կերպարը, որը հիմնականում բարբարոսության, կոտորածների, չգիտես, վայրենությունների հետ է կապված։ Ինչ պիտի անեին։ Այդտեղ նրանք դիմեցին հենց այդ հարցին, առաջինը գորգագործական մշակույթին, երկրորդը ճարտարապետությանը եւ այլն, որոնք ասենք իրենց հետ որևէ առնչություն չեն ունեցել, նրանք մեր հետ են առնչություն ունեցել գորգագործական մշակույթի, ճարտարապետությունը հայերի, հույների եւ այլոց, բայց համենայն դեպս նրանց վարած ճիշտ քաղաքականության շնորհիվ շատ կարճ ժամանակահատվածի ընթացքում Թուրքիայում ձևավորվեցին եւ գորգի թանգարաններ, հավաքեցին գորգի հավաքածուներ, հրատարակվեցին հարյուրավոր ալբոմներ, ստեղծվեցին գորգի հետազոտման ուրեմն թանգարանային կենտրոններ, համալսարանական ամբիոններ, ակադեմիական հաստատություններ, դրանք միջի հիմա էլ կան եւ աշխարհը ողողվել են իրենց ուրեմն հրատարակություններով։
Հետևաբար պետք է նաև այստեղ էլ որ դա գնահատվի, հասկացվի, որ դա պարզ մշակութային արժեք չի նույնիսկ, դա հազվագյուտ մի բան է մեր համար։